Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը բարև ձեզ։ Ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Filag ջրի ֆիլտրերի ընկերության տնօրեն Արա Հարությունյանին։ Բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Վստահ եմ, որ հետաքրքիր զրույց ենք ունենալու, որովհետև առհասարակ երբ մենք խոսում ենք ջրի մասին, սա արդեն միշտ հաճելի է, գեղեցիկ է ու նաև հետաքրքիր է։ Մասնավորապես խոսելու ենք խմելու ջրից ու խոսելու ենք դրա որակից եւ ինչպես ստանանք լավ որակի ջուր, հա, առողջարար ջուր։ Ինչպես ձեր կարգախոսն է ասում, ջուրը կյանք է, իսկ ֆիլտրված ջուրը առողջություն, այնպես որ հիմա խոսում ենք այս մասին։ Նախ մեր բոլոր ռադիո լսողների ու ռադիոդիտողների համար խնդրում եմ ասեք, թե ինչ հարց են լուծում առհասարակ ջրի ֆիլտրերը։ Շնորհակալ եմ հրավերի համար, առավել եւս նման կարևոր թեմային անդրադառնալու համար։ Թեմայի կարևորությունը հասկանալու համար պետք է նախ ձեր ասած հարցին պատասխանենք։ Ինչ խնդիրներ են լուծում ջրի ֆիլտրերը եւ երկրորդ հարցի պատասխանը պետք է ստանանք նաեւ այստեղ արդյոք անվտանգ է ծորակի ջուրը։ Դուք ինքներդ ինձ թվում է վստահ կպնդեք, որ ամեն օր խանութում տեսնում եք, թե ինչքան շատ մարդ է շշալցված ջուր գնում։ Դա վկայում է այն մասին, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, ջրում առկա են վնասակար տարրեր, օրինակ ծանր մետաղներ, քլոր, բակտերիաներ, նույնիսկ միկրոպլաստիկ։ Դրանք ինչ խոսք վնասում են մարդու առողջությանը, հատկապես երեխաների, հղի կանանց եւ տարեցների։ Կարևորությունը ֆիլտրերի հանդիսանում է նրանում, որ լուծում են իրենք ամենակարևոր խնդիրներից մեկը ջրի աղտոտման խնդիրը։ Ու ջուրը դարձում են ավելի մաքուր, անվտանգ եւ խմելու համար համով։ Այսպիսով կարևոր, հա, այսպիսով ջրի ֆիլտրերը, եթե ընդհանրացնենք, ջրի ֆիլտրման համակարգերը կանխարգելում են առողջական մի շարք խնդիրներ եւ բարձրացնում են կյանքի որակը։ Ձեր խոսքում նշեցիք, որ շատ կարևոր է նաև երեխաների համար, իսկ մենք քանի որ երեխա սիրող ազգ ենք, mēs որ այստեղ շատ ուզում եմ հստակեցում մտցնենք, հա, ինչ կարևորություն ունեն երեխաների առողջության համար։ Ջրի որակի նկատմամբ երեխաների առողջության զգայունությունը շատ ավելի բարձր է, քան մեծահասակներինը։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների ջրում մեջ առկա ծանր մետաղները, օրինակ կապարը, կարող է բավականին բացասական ազդեցություն ունենալ երեխաների առողջության վրա։ Օրինակ, կարող է առաջացնել ուղեղի զարգացման խնդիրներ, կարող է առաջացնել ուշադրության կենտրոնացում, անթուփ ազդում է IQ-ի վրա, ազդում է IQ-ի զարգացման վրա։ ԱԿ-ն նաև նշում է, որ ամեն տարի աշխարհում շուրջ 1.700.000 երեխա մահանում են չֆիլտրված ոչ մաքուր ջրի օգտագործումից, հիգիենայի պայմաններից կամ աղտոտված միջավայրում ապրելու պայմանների հետ կապված։ Ճիշտ է, Հայաստանը այդ չափ ճգնաժամային վիճակում չի գտնվում, սակայն դուք էլ երևի ձեր շրջապատում նկատած կլինեք, հատկապես ամռան ժամանակահատվածում, երբ երեխաների կամ ընդհանրապես մարդկանց մոտ հաճախակի են լինում աղիքաստամբուքսային տրակտները, աղիքային հիվանդությունները, ջրից ստացվող բակտերիաները, որը հիմնականում լինում է քլորից։ Որակով ֆիլտրերի տեղադրման պարագայում դուք նվազեցնում եք այդ ռիսկերը, քանի որ ջրի որակյալ ֆիլտրերը հեռացնում են քլորը ու քլորանման տարրերը, որոնք առաջնային ալերգիաների պատճառ կարող են հանդիսանալ, ինչպես նաև կարող են չորացնել մաշկը եւ մազերը։ Հեռացնում է աղտոտիչները, օրինակ նիտրատները։ Նիտրատները բավականին վտանգավոր են հատկապես նորածին երեխաների համար եւ այլ վնասակար նյութեր, տարրեր, մետաղներ, բակտերիաներ։ Երբ երեխան պարբերաբար օգտագործում է մաքուր ֆիլտրված ջուր, երեխայի իմունային համակարգը ամրանում է։ Երեխայի մարսողական համակարգը աշխատում է կայուն։ Ընդհանուր առողջական ռիսկերը նվազում են։ Այսպիսով եկեք արձանագրենք, որ ֆիլտրերը ոչ միայն հարմարավետության հարց են լուծում, այլ նաև մեր առողջ ապագայի ամենակարևոր ներդրումներից են։ Ոչ միայն նորաձև են, այլ նաև պահանջված են եւ նաև արդարացված են։ Միանշանակ, այո, համաձայն եմ ձեր պնդման հետ։ Տելերադիո լսողներ ու ռադիոդիտողներ, ուզում եմ տեղեկացնել, որ բոլոր այն հարցերը, որոնք մենք չենք հասցնի քննարկել ու բարձրաձայնել այս թողարկման ընթացքում, դրանք կարող եք ներկայացնել զանգահարելով 033 031 031 հեռախոսահամարով։ Շատ լավ, դուք էլ նշեցիք, որ շատ շատերը փորձում են ջրի պահանջը եւ այսպես ասած անհրաժեշտությունը լրացնել շշալցված ջրերով, որտեղ ունեն մտավախություններ։ Հենց այս մտավախությունների մասին խոսելով ուզում եմ ասեք, թե ինչպիսի վտանգավոր տարրեր կարող են հանդիպել մեզ մոտ, հա, մեր խմելու ջրի մեջ եւ որքանով ու ինչ վտանգներ կարող են առաջացնել։
Ձեր հարցը բերեք բաժանեմ երկու մասի, առաջինը շշալցված ջրի մասով ու երկրորդը Հայաստանում ծորակի ջրում ինչ տարեր ենք մենք հանդիպում։ Շշալցված ջրի մասով կուզեմ նշել, որ ցանկացած շշալցված ջրի մեջ, երբ որ դուք բաղադրության հատվածում կարդաք, կտեսնեք, որ ջուրը պահպանել խիստ մոտ պայմաններում, բայց ոչ մի սուպերմարկետ, ոչ մի խանութ, անգամ երբեմն նաև ջուր արտադրող կազմակերպությունների փոխադրման ծառայությունները չեն հետևում այդ պայմանին, դա առաջացնում է միկրոպլաստիկի տարածումը ջրի մեջ, այսինքն խեմ դա նշում, արևի լույսի շողը ներթափանցելով պլաստիկ շշի մեջ կարող է նաև պլաստիկ շշի անվտանգ օգտագործման խնդիր առաջացնել։ Իսկ երկրորդ մասին, եթե անդրադառնամ ձեր հարցի, պետք է այստեղ նշեմ, որ Առողջապահության նախարարի 2002 թվականի հրամանով նշվում են, սահմանվում են ջրում առկա տարերի թույլատրելի չափաքանակը, որոնք հաճախ տարբերվում են առողջապահական համաշխարհային կազմակերպության չափորոշիչներով։ Մենք առաջնորդվում ենք ԱԱԿ-ի տվյալներով, քանի որ դրանք նոր վերլուծությունների վրա են հիմնված։ Ինչ վերաբերում է ծորակում երբեմն հանդիպող տարերին կամ հաճախակի հանդիպող տարերին, առաջինը դա մկնդեղ կամ արսեն տարն է։ Աղտոտման անվանումից չէ, մկնդեղ աղտոտման աղբյուրները հիմնականում դրանք բնության մեջ առկա հանքային շերտերն են, որոշ պարտանյութեր, որոնք գյուղացիները օգտագործում են իրենց մշակաբույսերը բարելավելու համար, նույնպես ունեն իրենց բաղադրության մեջ մկնդեղ։ Առողջական հետևանքները քրոնիկ թունավորումների պարագայում կարող է առաջացնել անգամ մաշկային վնասում, մաշկային քաղցկեղ։ Ենթադրվում է, որ բարձր մակարդակներում օգտագործման պարագայում առաջացնում է սրտանոթային խնդիրներ, առաջացնում է շաքարային դիաբետ, ընդհուպ մինչև թոքերի քաղցկեղ։ Կան տվյալներ, որոշ վերլուծությունների արդյունքներ ունենք գիտության մեջ միջազգային, որ երեխաների մոտ կարող է առաջացնել ճանաչողական կարողությունների վնասում անգամ։ Երկրորդը, որը ջրում առկա է, ֆտորն է։ Ֆտորը ձեզ երևի շատ հայտնի է ատամի մածուկներից, որը նաև կանխագելիչ հատկություն ունի։ Ֆտորի պարագայում չափավոր օգտագործումը դա օգտակար է, քանի որ կանխագելում է ատամի հետ կապված որոշակի խնդիրներ, բայց ավելցուկային ֆտորի պարագայում կարող ենք ունենալ անգամ ատամների դենտալ ֆլուրոզ, որի պարագայում ատամներում առաջանում են սպիտակ բծեր, ատամների գունաթափություն։ Շատ օգտագործման պարագայում կարող ենք ունենալ ոսկրային ֆլուորոզ, որի դեպքում առաջանում են ոսկրերի դեֆորմացում, ոսկրերի ցավ։ Ըստ որոշ հետազոտությունների ֆտորը կարող է անգամ ազդել IQ-ի, երեխաների կամ մարդկանց IQ-ի վրա։ Երկրորդը դա նիտրատն է։ Նիտրատները շատ հաճախ հանդիպում են նույնպես գյուղատնտեսական պարարտանյութերում, երկրորդ աղտոտման աղբյուրը գյուղաջրերն են։ Երևի հաճախակ ենք չէ լսում նորություն, որ գյուղաջրերը խառնվել են խմելու ջրի հետ, ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ։ Մանուկների համար դա շատ չափազանց վտանգավոր տար է, ինչի համար, որովհետև երեխաների մոտ, հատկապես նորածինների մոտ կարող է առաջացնել այսպես կոչված կապույտ երեխայի սինդրոմը, որի պարագայում արյունը չի հասցնում բավականան թթվածին մատակարարել երեխային ու որի արդյունքում կարող են առաջանալ շնչահեղձություն անգամ։ Երկարատև ազդեցությունը կապված է մի շարք քաղցկեղի տեսակների հետ։ Հաջորդ տարը, որ ես ցանկանայի նշել, դա կապարն է։ Կապարի աղտոտման աղբյուրը հիմնականում հին մաշված խողովակաշարն է, ժամանակին խողովակաշարի մի մասը օգտագործվել է կապարից պատրաստված տարերից, ոչ միայն Հայաստանում, այլ մի շարք երկրներում դա օգտագործվել է, արդյունաբերական աղտոտումներ այստեղ դեր ունի։ Կապարի հետևանքները նույնպես երեխաների համար մտահոգիչ չեն, հատկապես կապարից կարող է մարդկանց մոտ անգամ չնչին օգտագործման պարագայում կարող է ուշադրության նվազում առաջանալ, IQ-ի նվազում առաջանալ, ուղեղի զարգացման խնդիրներ առաջանալ։ Երկարատև օգտագործումը կարող է առաջացնել նյարդային շնչառական խնդիրներ։ Կապարը այն տարրերից է, որը մարդու օրգանիզմից հեշտ դուրս չի գալիս, այլ կուտակվում է։ Հաջորդ տարը, որ կցանկանամ նշել, դա քլորն է։ Քլորը, եթե դուք գիտեք, մեր Հայաստանում ու մի շարք երկրներում քլորը օգտագործվում է որպես ջրի մաքրման եղանակ։ Սակայն նշեմ, որ քլորը միայն մաքրում է բակտերիաները կամ վիրուսները որոշակի, այլ ջրից ինքը չի հեռացնում օրինակ ծանր մետաղները, օրինակ արսենիումը, կապարը ինքը ջրից չի կարող դա հեռացնել։ Սակայն շատ քլորի պարագայում, ինչպես նշեցի իմ խոսքում, կարող առաջանա մաշկային ալերգիա, շորություն ու մի շարք այլ խնդիրներ կարող առաջանալ։ Այլ չենք խոսում համի մասին, որտեղ հաճախ խմել է քլորից։ Շատ լավ, այսօր շուկան բավականին զարգացած է այս ոլորտում, առաջարկներն էլ բավականին շատ են։
Հիմա վստահ եմ մեզ լսողներն ու դիտողները կհետաքրքրվեն, թե լավ ինչպես անենք, որպեսզի կարողանանք ճիշտ ընտրություն կատարենք եւ ինչպես ճիշտ, արդյունավետ եւ անվնաս ֆիլտրեր ընտրենք։ Կա որ հարց եք բարձրացնում, ես խորհուրդ կտայի, որպեսզի մարդիկ նախ եւ առաջ հասկանան իրենց ծորակի ջրի պարունակությունը, որպեսզի դա կարողանան հասկանալ, կարող են օգտվել ֆիլտրի կազմակերպության կողմից առաջարկող անվճար ստուգումներից։ Երկրորդը պետք է ֆիլտրը ունենա միջազգային սերտիֆիկացում, քանի որ սերտիֆիկատները ցույց են տալիս տվյալ ֆիլտրի տարբեր չափորոշիչներին համապատասխանությունը կամ ոչ համապատասխանությունը։ Տվյալ պարագայում ֆիլտրի ջրի ֆիլտրերը ունեն NSF սերտիֆիկատ, որը ամերիկյան սերտիֆիկատ է եւ հավաստում է, որ մեր ջրի ֆիլտրերը հաջողությամբ պայքարում են մի շարք աղտոտիչների դեմ։ CE սերտիֆիկատ ունենք, որը հավաստում է, որ ֆիլտրերը պատրաստված են եվրոպական ստանդարտներին համապատասխանում են, եւ SGS սերտիֆիկատ ունեն, դա շվեյցարական անկախ հետազոտական կազմակերպություն է, որը տալիս է սերտիֆիկատներ, տվյալ սերտիֆիկատը հավաստում է, որ ֆիլտրը հաջողությամբ պայքարում է քլորի, աղտոտիչների, ծանր մետաղների եւ մի շարք այլ բակտերիաների եւ մի շարք այլ վնասակար տարրերի դեմ, եւ երկրորդը տվյալ սերտիֆիկատը հավաստում է, որ ֆիլտրերը պատրաստված են անվնաս նյութերից, օրինակ անվնաս պլաստիկից, ոչ թունավոր պլաստիկից կամ BPA կամ այլ վնասակար տարրերից, որը նույնպես շատ կարևոր է։ Այսինքն բավականին ֆիլտրեր կան շուկայում, որոնք կարող են պատրաստված լինեն էլի որպեսզի ջուրը մաքրեն, սակայն տվյալ ֆիլտրերը իրենք անգամ ջուրը վնասեն իրենց պլաստիկից ելնելով։ Հիմա երկրորդ հարցն էլ վստահ եմ յուրաքանչյուր զանգող երկրորդը այս մասին բարձրաձայնում է, հա։ Որքան ժամանակի համար են նախատեսված այս ֆիլտրերը, այսպես կոչված պիտանելիության մասին էլ խոսենք։ Մենք սիրում ենք, չէ՞, մի բան առնել ու ամբողջ կյանքում օգտագործել։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ ֆիլտրման համակարգերը աշխատում են բավականին երկար ժամանակ, սակայն ֆիլտրերը սպասարկման ամեն տարի սպասարկման անհրաժեշտություն ունեն։ Շուկայում մի շարք ֆիլտրեր առաջարկում են իրենց միջուկները փոխարինել 3-ից 6 ամիսը մեկ ժամանակահատվածում, սակայն ֆիլտրերի պարագայում տվյալ ժամանակահատվածը 1 տարի է։ Այստեղ նաև կարևոր է հասկանալ հետագա սպասարկման ու տեղադրման պայմաններին։ Օրինակ մեր կազմակերպության պարագայում տեղադրումը, հետագա սպասարկումը, միջուկների փոխարինումը իրականացվում է անվճար։ Կարևոր է նաև նշել, որ միջուկների փոխարինումը 3-ից 4 անգամ ավելի մատչել է, քան բուն համակարգի տեղադրումը։ Վստահ եմ հիմա մեզ դիտող կամ լսող տատիկներն ու պապիկները հաստատ երիտասարդներին կասեն, թե մեր ժամանակ, որ չկային ֆիլտրեր, մենք առողջ չէինք, մեր երեխաներն առողջ չէին, ինչի է պետք նման ֆիլտրերի օգտագործումը։ Իհարկե, այստեղ հարցին մի փոքրիկ պատասխան ես տամ, որ իրենց ժամանակ էկոլոգիան այսքան աղտոտված չէ, բայց ավելի մասնագիտական պատասխան ակնկալում եմ ձեզնից ստանալ։ Նման հարցերին շատ են տալիս, հատկապես մարզերում, գյուղերում, երբ որ մարդիկ ապրում են մի գյուղում, որտեղ ընդհանրենք սարերից, լեռներից է ջուրը գալիս, ու իրենք նշում են, որ նմանատիպ խնդիր չկա իրենց մոտ, բայց ձեր հարցին, ինչպես դուք ասացիք, գիտականորեն մոտենամ, նախկինում ջուրը եղել է, ինչպես նշեցի, սարերից, լեռներից, ավելի մաքուր աղբյուրներից, հորերից, սակայն մենք ամենօրյա ռեժիմով մեր շրջակա միջավայրը ենթարկվում է հարցունաբերական, քիմիական եւ գյուղատնտեսական Ինչ նկատի ունեմ, օրինակ գյուղերում նշեցի, որ մարդիկ օգտագործում են պարտանյութեր, որոնք նիտրատներով հարուստ են։ Քաղաքներում կամ քաղաքների շուրջ ունենք մի շարք ծանր մետաղների կամ փոշիով հարուստ հանքերի օգտագործում։ Երևանի շուրջ, եթե չեմ սխալվում, 17 նմանատիպ հանք կա Երևանում ու Երևանի շրջակայքում։ Որոշ տեղերում ունենք մկնդեղի եւ կապարի, ստորգետնյա հանքերի շերտերի ներթափանցում, ջրի հետ միախառնում։ Ջրագծերի հնոցում, անգամ եթե որակով ջուրը վերցնենք, որը կամ ամենամաքուր ջուրը, որը գալիս է աղբյուրից, միջև մեր բնակարաններ հասնում է, այդ ջրի որակը փոխվում է։ Դուք գիտեք, որ Հայաստանում կառավարության կողմից, երբ որ իրականացվում է ջրի ստուգումները իրականացվում է աղբյուրներում, ոչ թե բնակարաններում։ Այսինքն խողակաշարերի մաշվածությանը ոչ մեկ չի անդրադառնում տվյալ փուլում, երբ որ ջրի որակի ստուգում է իրականացվում։ Երկրորդը մեր ինձ թվում է հավաստեն մեզնից ավելի տարիքով մեր պապիկներն ու տատիկները, որ Երևանի բնակչությունը այդքան շատ չի եղել, ինչքան հիմա են կենտրոնացումը տվել է նաև իր բացասական հետևանքներ, քանի որ ջրերի հետ աճող պահանջարկը բավարարվում է երբեմն արտեզյան ջրերի խառնումով։ Այդ պահանջարկը աճում է նաև տարեստարի աճող
ջերմաստիճանով գրանցվող ջերմաստիճաններով։ Նախկինում մեր տատի պապիների ժամանակ չունենք տեխնոլոգիական զարգացվածություն գիտության տեսանկյունից ու չունենք գիտության, որը կապացուցեր, որ տվյալ ջրում կան այս վնասակար նյութը կամ այն վնասակար նյութը, բայց այդ ամենի արդյունքը մենք տեսնում ենք հիմա, երբ որ գիտությունը զարգացել է, ցույց է տալիս որոշ վնասակար նյութեր ու այդ վնասակար նյութերի հետևանքները։ Ներկայումս քաղցկեղի, ալերգիաների, վերարտադրողական խնդիրների մի մասը, մեծ թվերի մի մասը կապնված է շրջակա միջավայրի եւ ջրի որակի հետ, ինչը հիմա կարողանում է ապացուցել գիտությունը, որը նախկինում չէր ապացուցում։ Ճիշտ եք ասում, որ մեր պապիների տատիների ժամանակ ֆիլտրեր չէին օգտագործում, սակայն կյանքն էլ այլ է։ Փոխվել է, բնությունն է փոխվել, օդի աղտոտվածության մասին են այժմ Երևանում խոսում, որ իր ուղակի դեր ունի ջրի վրա, քանի որ այդ փոշին, այդ կեղտը նստում է ջրավազանների վրա։ Այսօր մենք ունենք գիտություն, որը ապացուցում է, որ ջրում առկա են վնասակար տարրեր ու իրենց ժամանակի ընթացքում ազդեցություն, թե ինչ ազդեցություն կարող են թողնել մարդկանց առողջության վրա։ Ֆիլտրերը տվյալ պարագայում խաղում են ոչ թե զուտ շքեղության կամ նորաձևության դեր, այլ պաշտպանում են մեզ եւ մեր երեխաներին հետագայում լուրջ առողջական խնդիրներ ունենալուց։ Ու այստեղ մաքուր ջուրը ոչ թե շքեղություն, այլ անհրաժեշտություն։ Այո։ Հիշեցնեմ եւս մեկ անգամ 033 031 031 հեռախոսահամարի մասին եւ շարունակելով այսպես դրամաբանական, շարունակությունը նաեւ շատերն ասում են, որ մեր թաղամասում բավական լավն է ջուրը, դրա համար մենք կարիք չունենք ֆիլտրերի։ Այս պնդմանը ինչպես եք վերաբերվում։ Երբ որ մարդիկ ձեզ նմանատիպ պնդմամբ հանդիպեն, իրենց հարցրեք, իրենց չափորոշիչը լավ ջրի չափորոշիչը որն է։ Համոզված եմ, որ տվյալ մարդիկ առաջի չափորոշիչ որպես կնշեն ջրի սառնությունը։ Մեր համային ընկալիչներն ավելի ակտիվ են, երբ որ ջուրը լինում է տաք կամ սենյակային ջերմաստիճանի։ Երբ որ ջուրը լինում է սառը, մարդիկ ջրի մեջ առկա տհաճամը, օրինակ, որը առաջանում է երկաթից, քլորից եւ այլ տարրերից, չեն զգում։ Ընկալիչները թույլ չեն տալիս, որպեսզի զգան։ Համային եւ հոտի ընկալիչները միմյանց հետ փոխկապակցված են։ Տվյալ պարագայում եւ մարդը խմում է քլորով հարուստ ջուր, որը տհաճ է սենյակային ջերմաստիճանի լինելու պարագայում, ինքը սառը այդ նույն ջուրը սառը վիճակում շատ ավելի հաճույքով է խմում։ Ընդունում եմ, որ սառը ջուրը երբեմն հաճելի է խմել, սակայն դա չի նշանակում, որ տվյալ ջրի մեջ առկա չեն վնասակար տարրեր, ինչպիսին են օրինակ ծանր մետաղներ, մկնդեղ, կապար, նիտրատ, որը կարող է բացասական ազդեցություն թողնել մարդու առողջության վրա, անկախ իր ջերմաստիճանից, անկախ իր սառը կամ տաք լինելուց։ Իհարկե ձեր խոսքում նշեցիք, որ գյուղերում մենք ավելի լավ ջուր ենք խմում, այդպես է մեզ գոնե թվում, եւ այստեղ էլ գալիս է հաջորդ պնդումը, որ գյուղում ջուրը ավելի մաքուր է, ավելի անարատ է, քաղաքի աղտոտվածությունը չի անդրադարձելու, չի վնասել ջուրը, դրա համար մեզ պետք չեն ֆիլտրեր։ Այստեղ ինչ կունեք ավելացնելու։ Շնորհակալություն հարցի համար։ Մենք այսօր մեր հարցազրույցի ընթացքում որոշակի առումով ձեր հարցին անդրադարձանք, ինչ նկատի ունեմ։ Գյուղատնտեսական պարարտանյութերի բացասական ազդեցության մասին մի փոքր կմանրամասնեմ։ Գյուղատնտեսական պարարտանյութերը իրենց մեջ ունեն ինչպես մկնդեղ, այնպես էլ նիտրատներ։ Նիտրատները շատ ավելի հաճախակի են հայտնվում բաղադրության մեջ, քան մկնդեղները։ Նիտրատների ազդեցությունը հատկապես երեխաների վրա, ինչպես նշեցի, կարող է առաջացնել շնչառական խնդիրներ, կապույտ երեխայի սինդրոմը եւ այրան միջոցով ոչ բավարար քանակությամբ թթվածին է հասցվում երեխային։ Երկարաժամկետ օգտագործումը կարող է առաջացնել որոշակի քաղցկեղի տեսակներ։ Մենք երևի դուք էլ նկատած կլինեք, որ գյուղերում հիմնականում ունենք սեպտիկ հորեր կամ գյուղական զուգաներ կոչվածներ, երբ որ բակում զուգան ենք հիմնում եւ այնտեղ մեր առօրյա խնդիրները կամ պահանջմունքները իրականացնում ենք։ Տվյալ պարագայում տվյալ միջոցներով, սեպտիկ հորերի միջոցներով մարդուց եկող որոշակի վիրուսներ, բակտերիաներ ներթափանցում են հողի ու հետագայում խառնում են ստորգետնյա ջրերի հետ։ Տվյալ խնդիրը առկա է նաև կենդանիների մոտ, երբ որ արտավայրի կամ ջրային աղբյուրները մոտ են լինում, նույն խնդիրը կարող է առաջանալ։ Անգամ իմ կարծիքով նաև դրա հետ էր կապված, որ օրինակ սկսեցին խոշոր եղջերավոր կենդանիները պիտակավորել, որտեղ մսի միջոցով կային որոշակի վարակներ, որոնք կարող էին մարդկանց փոխանցվել։ Ըստ գյուղում ավելի մեծ է անհրաժեշտությունը։ Ռիսկայնություն ունենք, որովհետև գյուղում մյուս կողմից էլ վերահսկողությունն է իմ կարծիքով ավելի քիչ, քան ենթանենք նույն Երևանում, էլի, որովհետև
բնակչության մեծամասնությունը այստեղ է, այստեղ ավելի շատ ռեսուրս է կուտակված, քան ընդհանրենք նույն գյուղերում էլի։ Ունենք նաև ծանր մետաղներ, հատկապես հին խողովակաշարներ, եթե օրինակ Երևանում որոշակի ավելի ակտիվ է խողովակաշարի վերանորոգումը, գյուղերի պարագայում ավելի սուղ եկամուտի պարագայում նման խնդիրները ավելի դժվար են լուծվում, ու տվյալ պարագայում խողովակաշարերի վատ լինելու արդյունքում որոշակի օրինակ կապարը, մկնտեղը կամ այլ ծանր մետաղներ կարողանում են խառնվել ջրի հետ։ Ճիշտ է, գյուղերում կա այլ խնդիր, գյուղերում երբ որ դուք ջուրը տեսնում եք, արտաքնապես ավելի հաճելի է թվում, ավելի մաքուր է թվում, որտեղ թափանցիկ է, սառն է, որտեղ լեռներից է գալիս կամ ավելի բարձրադիր վայրում է գտնվում։ Տվյալ պարագայում մենք չենք զգում ջրի իրական վտանգները տվյալ պարագայում, բայց եթե օրինակ մարդիկ ծանոթանան շրջակա միջավայրի նախարարության 2020 թվականի շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկագրին, կտեսնեն, որ անգամ պետության մի ճյուղ, կառավարության մի ճյուղ, մի նախարարություն, շրջակա միջավայրի նախարարություն հավաստում է, որ օրինակ Մարտունի որոշ գյուղերում, Աշոտսկում, Լուսագյուղը Արմավի գյուղերից է, ապագա գյուղում, Խորոնքում, Մարմարաշրջանում եւ այլ գյուղերում մենք ունեցել ենք մկնդեղի կամ նիտրատների, որի մասին ես խոսում էի, բարձր ցուցանիշ։ Նիտրատներով հանդիպող ավելի ցուցանիշները ավելի բարձր են, քան մկնդեղով, դա էլ հիմնականում կապված է պարտանյութերի հետ։ Ոմանք նաև ֆիլտրերից հրաժարվում են, պատճառաբանելով, որ ֆիլտրված ջուրն անհամ է եւ քիմքին այդքան էլ հաճելի չէ։ Այստեղ ինչ ունեք ասելու։ Պնդումը ճիշտ է, համը կարող է փոփոխվել, բայց դա ավելի շատ դրականի նշան է։ Մենք խոսեցինք, որ ջրի համի վրա ինչն է ազդում։ Ազդում է ենթարենք քլորը, ազդում է ենթարենք որոշակի մետաղներ, ազդում է որոշակի տարրեր։ Երբ որ մարդիկ այդ համին սովորում են ու ֆիլտրը իր գործունեությունը սկսում է ծավալել, ջուրը այդ վնասակար տարրերից ազատում է, համային որոշ ընկալիչների համար այդ նոր համը անսովոր է լինում սկզբից։ Սակայն դա ոչ թե բացասական ազդեցություն է, այլ դրական ազդեցություն է։ Ու այս մաքրությունը ոչ թե թերությունը, այլ առավելություն։ Ես վստահ եմ, որ այդ մարդիկ, ովքեր այդ պնդումը իրականացնում են, որոշ ժամանակ հետո խմեն ֆիլտրված ջուրը, հետո հետ դառնան նորից իրենց առաջվա խմելու ջրին, իրանք ասեն, չենք մենք խմում։ Որտեղ նմանատիպ դեպքեր ունեցել ենք, մենք երբ որ մարդկանց բնակարաններում ֆիլտր ենք տեղադրում, գրեթե միշտ հետադարձանք անում ենք, որպեսզի հասկանանք այդ առաջի ռեակցիան, հետո որոշ ժամանակ հետո ենք զանգանում, հասկանանք խնդիր ունեն, թե խնդիր չունեն, ու ռեակցիաները հետաքրքիր է մարդկանց մոտ ինչպիսին են լինում։ Մարդիկ նման բան ասում են, որ այո, սկզբից առաջի երկու օրը մի քիչ դժվար են հարմարվում, բայց հետագայում երբ որ հարմարվում են, իրենք արդեն այլ բնակարաններում վախենում են, չեմ ասում վախենում են, այլ չեն ուզում օգտագործել, որտեղ խուսափում են, որտեղ երբ որ իրենք տհաճ են զգում, օրինակ, ամենաշատ կրկնվող պատասխանը, որ ծորակի ջրում տհաճ համը ավելի շատ է։ Մնացած վնասակար տարրերի մասով չասեմ, որովհետև հաստատ երբ որ մենք խմենք, մենք չենք ընկալում, չենք զգում այդ վնասակար տարրերը կան թե չկան։ Սովորենք, այո։ Պուրպլակի ջուր խմող ազգենք է։ Դե հա։ Այստեղ էլ նաև շատերը կարող են ասել, որ եթե մենք որոշակի ուզում ենք անվտանգության կանոնները պահպանել, կարող ենք այդ ջուրը կամ եռացնել, կամ եռացրած, սառացրած ջուր խմել, սառացրած, տաքացրած ջուր խմել, ինչպես շատ հաճախ մայրիկներն անում են, եւ ֆիլտրի կարիքեր էլ չենք ունենա։ Ինչ տարբերություն կա եռացրած, սառացրած հետ եկած ջրի մեջ։ Ձեր ասած հարցը շատ տարածված է մեր բնակության մեջ, հաճախակի են կոմենտներում լսում, որ մարդիկ ասում են այո ջուրը կեղտոտ է, մենք դրա համար երասնում ենք, բայց բերեք մի հատ այդ միտքն էլ է, եթե կարելի է ջարդենք, երասրած ջուրը ինչ է անում, երբ որ մենք ջուրը երասնում ենք, ջրի մեջի որոշակի վիրուսներ բարձր ջերմաստիճանային պայմաններում չեն ապրում։ Այսինքն երասած ջուրը կարող է բակտերիաներից ազատել, մաքրել ջուրը, սակայն ջրում առկա ծանր մետաղները, ջրում առկա այլ տարրեր, քլորը ընդհանրենք, կապարը, օրինակ, ինքը երասման արդյունքում չի լուծարվում։ Եթե օրինակ վերցնենք թորած ջրի տեսանկյունից, երբ որ ջուրը երասնում են, իր գոլորշին հավաքում են, գոլորշին հավաքելուց հետո նորից սառացնում են, տվյալ պարագայում ավելի լավ արդյունք կունենանք, ավելի մաքուր ջուր կունենանք։ Անգամ խորհուրդ չեմ տա, ինչի համար, որովհետև այն ծախսերը, որը դուք կանեք այդ մի լիտր ջուր ստանալու պարագայում ու այն ժամանակը, որ դուք կծախսեք դրա վրա տնտեսական տեսանկյունից ողջամիտ չեն լինի։ Ավելի հեշտ կլինի ընդհանրենք նույն ֆիլտր դնեք ու այդ համ հեռանկարային ծախսերի տեսանկյունից ազատվեք, համ բանի տեսանկյունից ազատվեք, ժամանակի տեսանկյունից ազատվեք։ Անցնենք սառեցմանը, եթե այդպես փուլ գանք, սառեցման ժամանակ ստեղ էլ պետք է հասկանանք ինչ ջերմաստիճանի սառեցման մասին է խոսքը։ Եթե օրինակ որ խմենք այդ հոտը ընկալիչները չզգան հոտն ու համը, օքեյ է, բայց դա
ջրից չի հեռացնելու էլի չմաքրել ջուրը։ Եթե սառույց սարքենք, հետո օգտագործենք, էլի այս պարագայում կարող է որոշակի բակտերիաներից ազատվենք, որը սառնության որոշ էֆեկտին չեն դիմանում ու տվյալ պարագայում որոշ բակտերիաներից կազատվենք, բայց հիմնական աղտոտիչներից, այո, հիմնական աղտոտիչներից չենք ազատվի։ Եթե չգիտեմ դուք նկատել եք, թե չէ, շատ ժամանակ, երբ որ կաֆեներում, ռեստորաններում ինչ որ կոկտեյլ ենք պատվիրում, սառույց են բերում, սառույցը երբ որ մի քիչ երկար է մնում սեղանին ու հալվում է, համը փոխվում է, ինչի համար, որովհետև ոչ ֆիլտրված ջրից այդ աղտոտիչների համը ավելի էֆեկտիվ է դառնում։ Սառը ջրի մեջ մենք չենք ընկալում, երբ որ ինքը արդեն սենյակային ջերմաստիճանի է գալիս, մենք սկսում ենք դա ընկալել։ Անցնենք ֆիլտրերին, եթե կարելի է, ֆիլտրի տեսակից ու իր որակից ելնելով ինքը կարող է մինչև 99.99% ազատել ջուրը, մաքրել ջուրը աղտոտիչներից, բակտերիաներից, միկրոբներից։ Տվյալ պարագայում կայունացնում է մեր մարսողությունը, այսինքն մեր օրգանիզմի էներգիան չի գնում պաշտպանվելու վրա, այլ մենք օգտագործում ենք ջրի տված էներգիան այլ ստեղծագործելու կամ այսօր զրույց ունենալու համար ենթադրենք։ Կարևոր ու գեղեցիկ բաների համար։ Ավելի կարևոր ու գեղեցիկ բաների վրա։ Ստե նաև գիտեք ինչ կուզեմ նշել, որ կան շատ մարդկանց մոտ օրինակ կան ընկալումը, որ օրինակ ֆիլտրերը կարող են ջրից հեռացնել հանքային կարևոր տարրերը, օրինակ կալցիումն ու մագնեզիումը, որը մարդկանց անհրաժեշտ է օրվա պաշարի համար։ Այստեղ համ կա ճիշտ, համ կա միֆ։ Բացատրեմ ճիշտն ինչ։ Այո, ֆիլտրը կարող է հեռացնել մագնեզիումն ու կալցիումը ջրից առկա, բայց եթե վերցնենք մարդուն օրեկան ինչքան միլիգրամ կալցիում ու մագնեզիում է պետք իր օրվա առօրյայի համար, կտեսնենք, որ 1000-1300 նայած տարիքային խմբից ելնելով, բայց ջրի մեջ առկա օրինակ կես լիտրի մեջ, անգամ որոշ հանքայնացված շշալցված ջրերի մեջ կարող եք տեսնել, որ կես լիտրի մեջ առավելագույնը 13 միլիգրամ, այսինքն դուք պետք է 100 շիշ կես լիտր ջուր խմեք, որպեսզի դուք այդ ձեր պաշարը վերցնեք։ Հիմնական կալցիում ու մագնեզիումի պաշարը գտնվում է էնդեղենի, սնունդի, մսի որոշ չափով ու բանջարեղենների մեջ, այսինքն ջուրը հիմնական աղբյուրը չի։ Երկրորդը կա միֆ, որ օրինակ ֆիլտրման համակարգերը բավականին թանկ են։ Եթե համեմատենք ենթանանք շշալցված ջրերի հետ, եթե համեմատենք հեռանկարային օրինակ 1 կամ 1 տարվա կտրվածքով, ապա կտեսնենք, որ ենթանենք շշալցված ջրի կամ քուլերով ջրի վրա մարդիկ ավելի շատ գումար կծախսեն, քան իրենց բնակարանում ունենան մի ֆիլտրման սարք։ Թեկուզ այս նկարում արկա ֆիլտրման համակարգը, որը վստահ եմ, որ եթե ոչ առավել լավ ջուր է տալիս, հաստատ ավելի պակաս որակով ջուր իրենց չի տա։ Առավել ևս էլ կապահովի իրենց ժամանակի կորստից, որտեղ պետք է ինչնեն խանութ գնեն, անհարմարավետությունից, սպասել, երբ առաքիչը ջուր բերելու մոռանան կամ գիշերը չունենան մոտակայքում բաց խանութ, սպասեն առավոտը, երբ կբացվի, որ խանութը բացվի, գնան ջուր խմեն։ Մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ զրուցակիցս Ֆիլակ ջրի ֆիլտրերի ընկերության տնօրեն Արա Հարությունյանն էր։ Տեղեկացնեմ նաև, որ պատվերների, հարցադրումների եւ այն բոլոր հարցերի համար, որոնք մենք չենք քննարկել այս հաղորդման ընթացքում, կարող եք զանգահարել 033 031 031։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։